Բարև ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Այսօր շարունակում ենք մեր Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Այսօր հասել ենք Ծննդոց 32 եւ 33 գլուխները։ Հակոբը 20 տարի ապրեց Խարանում։ Հիմա նա վերադարձի ճանապարհին է, դեպի իր հայրենիքը։ Բայց նրա սրտում մեծ վախ կա, որովհետեւ պետք է հանդիպի իր եղբայրը Եսավին։ Նա հիշում է, թե ինչպես տարիներ առաջ խաբեց նրան եւ վերցրեց նրա օրհնությունը։ Ճանապարհին Հակոբը տեսավ Աստծո հրեշտակներին։ Այդ պատճառով նա այդտեղը կոչեց Մահանայիմ, այսինքն երկու բանակ։ Սա հիշեցրեց նրան, որ ինքը միայնակ չէ, Աստված իր հետ է։ Բայց երբ Հակոբը լսեց, որ Եսավը գալիս էր ընդառաջ 400 մարդկանց հետ, նա շատ վախեցավ։ Նա բաժանեց իր ընտանիքն ու հոտերը երկու խմբի, մտածելով, եթե մի խումբը վնասվի, մյուսը գուցե փրկվի։ Հետո Հակոբը աղոթեց Աստծուն։ Նա հիշեցրեց Աստծուն նրա խոստումները եւ ասեց. «Տեր, ես արժանի չեմ քո բոլոր ողորմություններին, բայց խնդրում եմ, փրկիր ինձ իմ եղբոր ձեռքից»։ Այսուհետև Հակոբը որոշեց նվերներ ուղարկել Եսավին, շատ ոչխարներ, այծեր, ուղտեր եւ ուրիշ կենդանիներ, որպեսզի մեղմ վարվի նրա հետ։ Այդ գիշերը տեղի ունեցավ մի շատ առանձնահատուկ բան։ Հակոբը մենակ էր եւ մի մարդ սկսեց պայքարել, մենամարտել նրա հետ ամբողջ գիշեր։ Առավոտյան այդ մարդը տեսավ, որ չի կարողանում հաղթել Հակոբին եւ կպավ նրա ազդրին, այնպես որ Հակոբը սկսեց կաղել։ Այդ մարդը ասեց. «Թող ինձ գնամ, որովհետև լուսաբաց է գալիս»։ Բայց Հակոբը պատասխանեց. «Չեմ թողնի, քեզ գնաս մինչև ինձ չորհնես»։ Մենք ունենք այդպիսի երգ, չէ՞, ասում ենք մինչև չորհնես քեզ չենք թողնի։ Այդ ժամանակ նա հարցրեց. «Ինչ է քո անունը»։ Հակոբը պատասխանեց. «Հակոբ է իմ անունը», այսինքն ստախոս։ Եվ նա ասեց. «Քո անունը այլևս Հակոբ չի լինի, այլ Իսրայել կլինի, որովհետև դու պայքարեցիր Աստծո եւ մարդկանց հետ եւ հաղթեցիր»։ Հակոբը հասկացավ, որ նա հանդիպել էր Աստծուն։ Այդ տեղը կոչեց Փենիել, ինչը նշանակում է Աստծո երես, որովհետև ասեց. «Ես տեսա Աստծուն դեմ առ դեմ եւ կենդանի մնացի»։ Այդ օրվանից Հակոբը քայլում էր կաղալով։ Դա հիշեցնում էր նրան այդ հանդիպման մասին։ Հաջորդ օրը եկավ Հակոբի եւ Եսավի հանդիպումը։ Հակոբը տեսավ, որ Եսավը մոտենում է իր մարդկանց հետ, նա խոնարհվեց մինչև գետին 7 անգամ, մինչև հասավ իր եղբորը։ Բայց տեղի ունեցավ մի անսպասելի բան։ Եսավը վազեց դեպի Հակոբը, գրկեց նրան, համբուրեց նրան եւ երկուսն էլ լաց եղան։ Տարիների բարկությունը վերջացավ։ Եղբայրները հաշտվեցին։ Ինչ սքանչելի բան։ Եսավը սկզբում չցանկացավ վերցնել նվերները, բայց վերջում ընդունեց։ Այսպես Հակոբը խաղաղությամբ շարունակեց իր ճանապարհը։ Հարկ Տերոջը, որ Աստված կարող է սիրելիներ մեր կյանքում էլ բերի նման իրավիճակներ։ Հիմա տեսնենք, թե ինչպես է Տեր Հիսուսը երևում այս պատմության մեջ։ Հակոբի գիշերային պայքարը մեզ հիշեցնում է աղոթքի պայքարի մասին։ Երբեմն հավատացյալը պետք է կառչի Աստծուց եւ չթողնի մինչև օրհնություն ստանա։ Բայց այս պատմությունը նաև հիշեցնում է Հիսուսի խաչը։ Հիսուսն էլ պայքարեց Գեթսեմանի պարտեզում, աղոթքի մեջ, մինչև վերջապես գնաց խաչի ճանապարհով մեզ փրկելու համար։ Եվ Հակոբի անունը փոխվեց Իսրայել։
Սա ցույց է տալիս, որ Աստված կարող է փոխել մարդու կյանքը եւ նրան նոր ինքնություն տալ։ Նման ձևով Հիսուսի մեջ մարդը դառնում է նոր ստեղծագործություն։ Հները անցան եւ ամեն բան նոր է լինում։ Եվ վերջապես տեսնում ենք եղբայրների հաշտությունը։ Սա մեզ հիշեցնում է, որ Աստված կարող է բուժել նույնիսկ երկար տարիների բաժանումը եւ վիրավորանքը։ Որովհետեւ մեր Աստված ամենակարողասիրելին է։ Եվ ուզում եմ մեզ ավարտին մոտենալով հարց ուղենք։ Հակոբը ամբողջ գիշեր պայքարեց եւ ասեց. «Չեմ թողնի քեզ, մինչեւ ինձ չօրհնես»։ Քո կյանքում եղել է ժամանակ, երբ դու այդպես կարճել ես Աստծուն աղոթքի մեջ եւ ասել. «Տեր, եթե ինձ չօրհնես, մինչեւ չօրհնես քեզ չեմ թողնի»։ Եթե ուզում եք, կարող եք կիսվել ձեր մտքերով։ Եվ եկեք մեր սովորության համաձայն աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու փոխում ես մեր կյանքը, ինչպես փոխեցիր Հակոբի կյանքը։ Օգնիր մեզ կարճել քեզանից եւ վստահել քեզ նույնիսկ դժվար ժամանակներում։ Բեր հաշտություն մեր հարաբերությունների մեջ եւ առաջնորդիր մեզ Տեր քո ճանապարհով։ Հիսուս Քրիստոսի անունով Հայր այս ամենը աղոթեցինք։ Ամեն։ Սիրելիներ, Աստված օրհնի ձեզ, շնորհակալ եմ, որ դուք դիտում եք եւ կիսվում եք ձեր ընկերների հետ։ Թող Աստված առատապես օրհնի քեզ, քո տունը, քո ընտանիքը, քո ընկերները, քո շրջապատը եւ քո երկիրը Հիսուս Քրիստոսի անունով։